Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն իր գերդաստանով պատուհաս է դարձել Սյունիքում Լիսկայի ազգուտակի արժանի փոխարինող է դարձել։ Մամուլը բազմիցս գրել է նրանց մասնակցությամբ ռազմորկաների մասին, որոնք անպատիժ են մնացել, քանի որ մարզի դատախազը Մելիքսեթի որդին է, Մասիս Պողոսյանը։ Չնայած գլխավոր դատախազին մարզի ՔՊԱ-ականները բողոքել էին Սյունիքի դատախազից, սակայն մեզ ասացին, որ հայրը, որը Սուրեն Պապիկյանի խորհրդականն է, նախարարին խնդրել է բարեխոսել որդու համար։ Տեղեկացանք, որ հիմա էլ փորձում է փրկել քրոջ որդուն տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին, որի նկատմամբ ապօրինի ընդերկօգտագործման փաստով վարույթ է հարուցվել։ Ամիսներ առաջ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց, որ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ տեղ համայնքի վարչական տարածքում առանց համապատասխան թույլտվության ընդերք են օգտագործում։ Ծավալված գործունեության հետևանքով դեգրադացվել է 6.210 քառակուսի մետր մակերեսով տարածք։ Ընդերկօգտագործման ապօրինյաց գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 63 միլիոն ՀՀ դրամի վնաս։ Գործն ուղարկել էին քննչական, վարույթ է հարուցվել, սակայն մեզ ասացին, որ ապօրինի գործունեությունը չի դադարեցվել։ Ուշագրավ է, որ 2016-ին էլ նույն Ղուլունցը հափշտակել է խնածախիճ ջրհան կայանի խողովակները պետությանը 1 միլիոնից ավելի վնաս տալով, որի համար տուգանել են աշխատավարձի 600-ապատիկի չափով։ ՔՊ-ի նախընտրական պոպուլիստական նախագիծը շարքային զինծառայության ժամկետը 2-ից 1.5 տարվա կրճատելու վերաբերյալ բուռն քննարկվում է զինված ուժերի գլխավոր շտաբում։ Մեր տեղեկություններով ԳՇ մեծամասնությունը կատեգորիկ դեմ է զինված ուժերի կրճատմանը։ Չնայած իշխանությունը հայտարարում է, թե քաղաքական որոշում է կայացրել եւ պատերազմ էլ չի լինելու, ուստի սահմանների անվտանգության խնդրին նախկին չափանիշներով պետք չէ մոտենալ, սակայն փորձառու զինվորականներն այս փաստարկն անհիմն են համարում եւ կարծում են, որ խաղաղություն կարելի է հաստատել միայն ուժով։ Համարում են, որ նախագծի տակ հաշվարկ չկա։ Սակայն իշխանությունն անդրդվելի է, մասնագետների տեսակետներն արհամարվում են, քանի որ հիմա ամեն ինչ ծառայեցվում է նախընտրական շահերին, իսկ գեներալիտետը ռիսկ չի անում բարձրաձայն ընդդիմանալ։ ԿՊ շարքերում անակնկալի են եկել նախորդ շաբաթվա վարչության նիստի հաղորդագրությունից տեղեկանալով, որ կուսակցության ղեկավարությունն արդեն նախընտրական որոշումներ է կայացնում։ Մասնավորապես արդեն որոշել են, թե ովքեր պետք է լինեն 2026-ի ԿՊ նախընտրական շտաբի պետն ու քարոզչության գծով տեղակալը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Իշխող թիմում կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտահերթի է գնում եւ դրանով են պայմանավորված ընտրություններից 8 ամիս առաջ այս նշանակումները։ 2021-ին ԿՊ շտաբի պետը եղել է Սուրեն Պապիկյանը։ Թե ինչու է հիմա Արայիկ Հարությունյանը, մեզ ասացին, պատճառն այն է, որ քիչ մարդիկ կան, որ շամպես հավատարիմ են Փաշինյանին։ Ուստի անգամ կազմակերպական աշխատանքների համար ոչ պիտանի լինելը չի խանգարել, որ նա չնշանակվի։ Հավատարիմների խմբում են նաև Վահագն Ալեքսանյանը, Գևորգ Պապոյանը եւ հիմա արդեն կարգալույց քահանա Ստեփան Ասատրյանը։ Հայաստանյան քաղաքական դաշտում առաջիկայում նոր կուսակցություն կհայտնվի։ Արմենիա 2026 շարժման ղեկավար Նարեկ Մանուկյանը նոր քաղաքական միավորի կուսակցության ձևավորմանն է ձեռնամուխ եղել։ Մեր տեղեկություններով նորաստեղծ կուսակցությունը կոչվելու է Հայկական ճանապարհ եւ գործելու է Մանուկյանի կողմից ղեկավարվող Արմենիա 2026 շարժման գաղափարախոսության հիմքի վրա։ Ինչպես հայտնի է, շարժումը գործում է ընդդիմադիր դաշտում եւ ստեղծման առաջին իսկ օրվանից հանդես է գալիս Մենքի գաղափարախոսությամբ։ Այս օրերին կուսակցության գրանցման փաստաթղթային աշխատանքներն են ավարտին հասցվում։ Սպասվում է, որ հաջորդ ամիս արդեն կուսակցությունը պաշտոնապես գրանցված կլինի, մինչ այդ էլ իհարկե տեղի կունենա հիմնադիր համագումարը։ Մանուկյանն ակտիվ քաղաքականությունում է արդեն մի քանի ամիս։ Այս ընթացքում մի շարք հանդիպումներ է ունեցել քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ, ներկայացրել իր մոտեցումները երկրում ստեղծված խնդիրների շուրջ։ Նորաստեղծ կուսակցությունը մասնակցելու է հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին։